Բարի օր իմ սիրելի բարեկամներ։ Այսօր էլ եմ աշխատել նախորդ վլոգի եթե տեսակ, այնտեղ վերջացրի նրանով, որ անձրևային ցուրտ եղանակը, այս տակ բաշխուն եմ հագել, եկա տեղ հասա ու մի հատ սուրճ եմ վերցրել, խմեմ, կապուչինո եմ վերցրել, մեկ էլ մի քանի ամիս առաջ այդ ապարատից հանել, հեչ լավը չէր, հիմա տեսեմ հեչ փոխվել է, որակը թե չէ, չի ասի, այդպես լավը չի, նախկինում մեկ հանում խմում էի ապարատից շատ համով էր, այստեղ մեր գործի տեղը 30 ցենտ ենք վճարում, նախկինում շատ համով կապուչինո էր, հիմա որակը վատացրել են շատ, վատնա, ինչ-որ ֆիրմա է բերում, այդ լստումը ապարատի մեջ դնում է, բայց լավը չի, չգիտեմ, բայց կխմեմ մի քիչ թարմանա, որտեվ մռտնած ամպամած եղանակ կա, ոնց որ քունս տանելով գործի եմ եկել, մտածեցի մի հատ կապուչինո խմեմ, թարմանա, չնայած որ տանա շուտ իմ համար շատ համով սուրճ էր պատրաստել, ապարատով շատ համով, ջրի շիշը այսօր փոխել եմ վերցել, տղա այս շիշն է, հանկարծ տեսա որ դարակում դրված է, ասեցի հանեմ օգտագործեմ, որովհետև այս ավելի շատ միլիլիտր, 700 միլիլիտրա ոնց որ իմը քիչ էր, անդադ պետքա վերև բարձրանամ, ջուր լցնեմ, էդ էլ ինձ հաճելի չի, անընդհատ, համ էլ մենեջերները տեսնում են վերև ես բարձրանում, դե չնայած բնականաբար զուգահեռ պետքա բարձրանալ, թեկուզ ջուր վերցնելու համար, բացի դրանից, եթե գործի ժամանակ մեզ լավ չենք զգում, կարանք մենեջերին ասենք, որ լավ չենք զգում ու բարձրանանք վերևում նստենք մի քանի րոպե հանգստանանք կամ պարկենք, եթե իրոք լավ չենք զգում մեզ, իդեպ նաև աշխատանքային բանով օրենսդրությամբ, եթե աշխատանքի վայրում լավ չես զգում, կարաս հարցնես տուն գնաս, եթե աշխատել ես ժամերի գոնե կեսը, իրանք այդ ամբողջությամբ վճարում են, բայց կարևորը, որ պետք է զգուշացնել մենեջերին ու մեյլով գրել ես տեղ, որ ասել եմ ես ինչ մենեջերին ու տուն եմ գնացել, այդ դեպքում ոնց որ արդեն ամեն ինչ համապատասխանում է իրանց օրենքներին ու վճարում են այդ օրվա համար։ Վճարում են նաև ամեն օրվա համար, կոնկրետ մեր խանութում 8 եվրո ընդմիջման համար։ Այնպես որ լավ օրենքներ կան, ահագին աշխատողների իրավունքները պաշտպանված են, բայց հիմա ոնց որ այնպես չի, որ իդեալական է, այստեղ շատ խնդիրներ կան ու ոնց որ ուզում են արմիությունների ներկայացուցչությունը վերացնեն, այդ դեպքում արդեն մեր ձայնը լսելի չի լինի, հիմա արմիությունը դրա համար է պայքարում, որ կարողանան այդ պահպանեն, հիմա մենք ունենք մեր արմիության ներկայացուցիչը մեր խանութում, ինչ խնդիր ունենանք, խնդիր չունենանք, ուզում ենք ինչ-որ հարց մեր համար պարզ չի, մեր իրավունքներն ենք ուզում իմանանք, ամեն ինչ հարցնում ենք իրան, եթե պետք է ինքը անգամ մեր հետ գալիս է շեֆի մոտ կամ բանի, կամ ինքն է ուղղակի գնում շեֆի հետ խոսում, կարճ ասած, հիմա ոնց որ լսեցի նորություններով ուզում են, որ այդ վերացնեն հանեն, այդ կապող օղակը աշխատողի ու արմիության միջև լավ չի լինի, տեսնենք ինչի կհասնեն, դրանով արմիությունները պայքարում են դրա դեմ։ Բացի դրանից այդ որ խանութները ուզում են 7 օր բաց լինի, քան որ օնլայն խանութները միշտ կան, իրանք էլ ուզում են ֆիզիկական խանութներն էլ անդադ բաց լինի, այսինքն շաբաթը 7 օր ու մինչև իրիկունը ժամը 9 կոնկրետ սուպերմարկետներից թվում է, բայց այս խանութներն էլ կօգտվեն այդ օրենքից, եթե օրենքը մտնի ուժի մեջ արդեն լինի։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, կապուչինոս խմեմ, մի 5-10 րոպե նստեմ հանգստանամ, այսօր ոտքերս ցավում են, երևի նաև եղանակից հա չգիտեմ, նստեմ մի քիչ հանգստանամ, հետո արդեն ամբողջ օրը ոտքի վրա եմ լինելու։ Լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ կադրում։ Այս տեսարանը շատ եմ սիրում, այս անգամ ես ճանապարհով եմ անցնում, դրա համար կարողանում եմ նկարեմ, կաթիլ անձրև է գալիս, մի օր լավ եղանակ լինի, շուտին պետք է ասեմ կանք էստեղ նստենք, այս գետի վրայով գնանք, այն միս կողմը շատ ավելի սիրուն է,
գործից հետո հոգնած տարբերությունը զգացվում է, չէ, երբ որ գործ եմ գնում, թարմ գնում եմ, գործից հետո արդեն հոգնած դուրս եմ գալիս։ Աշոտը զանգեց, ասեց, արի տրամվայով կամ դիմավորեմ, ես էլ դե չհրաժարվեցի, մեկ իմ համար հեշտ կլինի, ամեն անգամ չեմ ասում, ահագի ճանապարհ է գալիս, չեմ ուզում որ գա, ես որ կողքն եմ լինում, հանգիստ եմ լինում, որովհետև 4 աչքով ենք նայում ճանապարհին, դրա համար ժողովուրդ ջան, ասել եմ ամրոցի մոտ, տրամվայը նոր անցավ, պետք է սպասեմ մյուսը գա, ընդհանրապես 10 րոպեն մեկ են գալիս։ Երևի մա լավ անձրև ա եկել, ջրափոսի մեջ ինչքան ջուր կա։ Կարմիր շենքերը սիրուն են շատ, կարմիր գույնը քարի շատ սիրուն է։ Դա էլ շուտ եկավ տրամվայը։ Գնացի ժողովուրդ ջան, լավ վաղատունական ուրա չենք աշխատում, համբարձման օրն է, Himmelfahrt, իմ համար ես անգամ երկար վիկենդ է, ազատ շաբաթ է, շաբթի էլ ազատ եմ, այդպես ազատ եմ մի քանի օր կհանգստանամ լավ, վլոգներ կնկարեմ, ամբողջ օրը անձրև եկավ, հիմա դադարել ասեցի մի հատ դուրս կամ նայեմ վարդերս ոնց են, ասեց չքնաղ գեղեցկություն, ես մեկ ավելի շատ է բացվել, չքան սիրուն են, մի քանի հատ կանել է սպասվում է, որ կբացվեն, ամենաառաջին բացվածը արդեն շատ անձրևներ եկան, երևի դրանից են շուտ թորոմեց, էլի շուտ չի, ահագին մնաց, մի շաբաթ ավել, բայց շատ անձրև եկավ, ձմեռային ռեժիմին ենք անցել, անձրև, ցուրտ, գիշերը 4 աստիճան էր, հիմա 11-ա, մինչև 12 պետք է բարձրանա, սենց ես մինչև ոնց որ եկող չորեքշաբթի պետք է անձրևներ լինեն ու սենց ցուրտ է լինելու, ես լրիվ ձմեռային եմ հագնվել, գնում ենք մեր ընկերների տուն հրավիրել են, եղանակը սենց մռտնած ավել շատ կուզեի տանը մնանք, բայց հրավիրել են պետք է գնանք, այդպես ոչ մի հատուկ պատրաստություն չեմ տեսել, են ընկերներից է, որ կարաս հանգիստ, ոնց որ տնական էլի, գնաս հանգիստ, նստեք, զրուցենք, այդպես էլի, ինչև է, հիմա շուտ բաներ մոռացել, մտա վերցնի, սիրուն ծաղիկներ եմ վերցրել հետներս տանելու համար, ծաղկամանով ծաղիկներ վերցրի, ասի որ երկար դիմանա, ընտրությունը շատ էր ծաղիկների,
Մենք Աշոտն ասեց սովորական ծաղիկներ վերցրա, վարդ կամ կակաչ, ասեցի չի, ավելի լավ ամանով վերցնեմ, օրինակ, որ երկար դիմանա, էլի, ավելի ինձ թվում է լավ է։ Այդպես ժողովուրդ ջան, կգանք նոր հատուկ ինչ-որ պլանավորած բաներ չունեմ այսօրվա համար, հետո արդեն կնայեմ։ Բարի ժողովուրդ ջան։ Չի բացվում։ Մենք լավ ենք, ցանկանում որ դուք էլ լավ եղնիք։ Գնում ենք մեր նախքին լավ մոդիկ մարդկանց հրավիրել։ Ինձի բացեցի, հա։ Գնացինք ժողովուրդ ջան։ Անի հեռախոսը վերցեմ դնեմ գրվանս։ Հանգարց են թունդ բանին լադոկներին չգնիցած։ Ամբողջ օրը սենց անձրևա գալու։ Ամբողջ շաբաթ։ Շատ են գալիս, հա սպասի ոչինչ։ Պետք չի շտապել։ Այնտեղ կային է միջի դեղներ վեկա։ Երիցուկները ինչքան բույով են։ Սիրուն ծովորքներ են, սիրուն վարդեր են շոտ։ Բայց մեր վարդերի նման բացված չէր խոշոր։ Հայ դες ուրիշ տեսակ էր, սրանք չինական վարդերն էին։ Rij 7,7 kilometer. Իննաստիճանն է։ Մեքենաները կանգնել են, որ շտապօգնության մեքենան գալիս է, ազդանշանը միացրած։ Մեքենաները կանգնել են, որ ճանապարհ տան չխանգարեն։ Անձրևից հետո հատկապես շատ սիրուն է։ Գարները տեսար էր։ Գարների։ Շատ սիրուն է։ Այս առանձին տները ինչքան լավն են։ Հա։ Փոքր գյուղ։ Սա տնկիներ բաներ ունեն։ Են կողմում։ Over 700 meter links aanhouden, dan links afslaan. Over 350 meter links afslaan. Հետո սարկեցի, հիշում ես, չէ՞։
կանգնեցինք ու չառանք աջ կողմում։ Հələ նա այս երիցուկները ինչքան սիրուն են։ Ես գործի գնալուց գնացքով գալիս եմ, այս է հենց անցնում եմ։ Սա գնացքի գիզն է, ասել կամուրջա գնացքի գծի վրա, ոլախտոնում անցնում է, տալիս էշտում է գնացքը։ Հələ նայեք ինչքան սիրուն են այս երիցուկները։ Չես կարող դե մեր հին քաղաքի։ Կարոտել եմ։ Այս մեր նախկին Rechts քաղաքն է։ afslaan, dan rotonde oprijden. Okay. Ստեղ են ունական ռեստորանը կանդել եմ այդեն։ Հա չկա։ Rotonde oprijden, neem dan eerste rechts afslaan. Արդեն գիտենք, կարած չասես։ Սխելդե գետնը։ Այս։ Բելգիայի ամենաերկար գետը, ամենամեծ գետը կարելի ասել։ Հա։ Ֆրանսիայից ասկիզբ։ Կարելիս Բելգիայով գնում Անտվերպենով թափվում է ուսայից։ Մերսի տեղեկության համար։ Rotonde oprijden, neem dan vierde rechts. Դենդերմունդե քաղաքում էլ միանում է մեր քաղաքի գետի հետ։ Դենդերմոնդում դենդերին։ Դենդերկի։ ու դառնում է այդ մեծ գետը։ Այս քաղաք որ ապրում ենք, գալիս ենք, այս գետի մոտ քայլում ենք։ Այս կողմերում։ Այս կողմով գնում ենք քաղաքապետարան։ Links afslaan. Այս խանութը չի փակվել, հա։ Կարքին առևտուր չէին անում, բայց մինչև հիմա մնում է։ Մինի սուպերմարկետ։ Links afslaan, dan links afslaan. Սիչես տեսար։ Սուվա գալիս։ Այս իրանց մեքենան, հա։ Ավա շուրջ չի եկել, չէ։ Բայց զգույշ, սպասի։ Նորմալ վարորդ ենք։ Բայց այս այստեղ էլ սինվարտեր կան, նայեք։ Իհարկե տեղին գույնը պետք է ընտրեի, հո ուրիշ գույն չէի ընտրելու։ Ասենք ժողովուրդ, չգիտեմ կնկարեմ թե չէ։ Հետո կմիանանք։ Այնքան հաճելի է, անձրևն էլ կտրվեց։ Հիմա ուզում եմ ծաղիկները ցույց տամ, ինչքան սիրուն ծաղիկներ ա դրել այստեղ մեր Իրան։ Մանուշակները այս կպելա ինչա չգիտեմ, ինքը երևում է Իրան էլ շատ սիրունի բույսերի ու ծաղիկների հետ։ Էստեղ այսենց կախել աշուտն ասում եմ, տեսնում ես, ես էլ եմ ասում կախի մեր ծաղիկներ կախենք, ասում եմ, մերը Քսենյան կթռնի կփախնի ու ճիշտ ասում, այ դրա համար էլ չենք անում։ Շատ սիրուն են։ Այստեղ մարդ նստի ու սուրճ խմի։
Կնստենք ու կխմենք, եթե անձրև չգա։ Էս էլ կալա է, հա։ Կպելա։ Ասել ոնց որ մարուլա։ Նստեցինք մի քանի ժամ, հաճելի ժամանակ անցկացրինք, դուրս ենք եկել արդեն, բենզին ենք լցնում, աշուտն իջա բենզին լցնի, խմել եմ 2 բաժակ, ես պետք է մեքենան վարեմ, ես էլ այդպես ես չեմ խմել, բայց այդպես ինչ շատ առույգ չի զգում, բայց ասում դե լավ, ինչ արած, բենզինը ինչ որ մենք ենք լցնում, լիտրը 1.81 է, մի քիչ այստեղ է ժամը էլի, անձրևը դադարեց այս պահին շատ ամուր եղանակ է, այս սիրուն արևա դուրս եկել, մեր ընկերները չուզեցին նկարվեն, դրա համար չնկարեցի այնտեղ։ Էս ինչ երկար է տեղում, Աշոջան։ Քարտով է վճարում, կանխիկ ոնց որ չկա։ Մենակ քարտով են վճարում այս բենզալցակայաններում։ Չի ստացվում, Աշոտ։ Իշտեմ գնամ նայեմ ինչ է։